Առնվազն 50 հոգի այն ժամանակ ազգային ժողովում հավաքվել էին, որքան հիշում եմ, բոլորը միաձայն ասում են, որ հայտարարման համակարգը այն չի, ինչ որ դուք առաջարկում եք։ Իսկ ատավիզմ է, էսի դրա համար էլ ոչ, ասենք, սենց մնաց կիսատ պռատ։ Ես էլ հիշում եմ, որ այո, մասնակիցներից որևէ մեկը կամ գուցե շատ քիչ բացառություն է եղել, իմ տպավորությամբ բոլորը այն կարծիքին էին, որ առաջարկվող տարբերակով չպետք է ներդրվի համակարգը, բայց փաստորեն այդ քննարկում ազգային ժողովում քննարկում էր քննարկման համար, համենայն դեպս ես իմ համար նման եզրակացություն եմ արել, որտեղ եթե քննարկման մասնակիցները բոլորը ասում են, որ այսպես չի լինում, բայց հետո գնում ենք եւ ընդունում ենք ոնց որ նախատեսել ենք, դա դառնում է քննարկման համար, բայց մի հարցի վրա կուզենայի։ Գնանք մի բան sense մեսեջի տեսքով, այս հանրային լսումներ, հանրային քննարկումները կամ այս տարբեր ձևաչափում պետական մարմնում քննարկումները գնալով նմանում է դրաֆտին, որ անունը դնում են իբր քննարկումների համար, նախագիծը տեղադրում են, ով ինչ ասում է, ով ինչքան դեմ լինի, կողմ լինի, ոչ մեկ հաշվի չի առնում, տանում ընդունում են։ Այդ դեպքում հարցը առաջանում, ինչով ենք մենք զբաղվում։ Հա։ Մենք մեզ խաբելով